Եթե չլներ Ռուսաստան այդ 44 օրյա պատերազմի ժամանակ, մենք մի շաբաթից պարտվելու էինք։ Սա օթից չեմ ասում, ես ասում եմ մարդ, որը քաջա տեղյակա ամեն ինչի մասին։ Մենք ունենք այսօր պետություն, բայց մենք դեռ չենք դառել պետականամետ ժողովուրդ լիովին, որտեղ մենք փորձում ենք մեր ղեկավարների սխալները ջարդել ուրիշ պետության վրա։ Ասենք լավ, Ռուսաստանը չի խառնվե կամ չի բանարե կամ լավ չի իրան պահե կամ չգիտեմ ինչ արե, չգիտեմ։ Ես լիովին հակառակը գիտեմ։ Մենք մի բան պետք է հասկանանք հստակ։ Եթե մենք մեկի հետ ունենք ստրատեգիական պայմանագիր, դա միջազգային բանում չի նշանակում, որ նա իր հետաքրքրությունները պետք է դնի այն կողմ ու զբաղվի մեր հետաքրքրություններով։ Ռուսաստանը երբ է ասել, որ Ղարաբաղը, ասենք, Ադրբեջանի տարածքը։ Տենց հայտարարություն մենք լսել ենք։ Հիշեք հայտնի Ելցինի ելույթը։ Ասել, это трудный вопрос, это надо решать։ Դրանից հետո ստեղծվել է այդ Մինսկի խումբը։ Ու այդ Մինսկի խումբից միայն ու միայն Ռուսաստանն էր, որ չէր ճանաչում Արցախը Ադրբեջանի տարածք։ Հա, միևնույն ժամանակ չէր ճանաչում, որ դա մերն է։ Միակ երկիրն է եղել աշխարհում, որը որ ինչ որ քաշում էր։ Բացի դրանից, այնպես չի, որ Ադրբեջանը լսել է Մոսկվային, որ տենց մի հատ զանգով կամ լսել է, չէ, Կասպից ծովի ռուսական նավատորմը դուրս եկե կանգնել է Բաքվի ռեյդին եւ ստիպել է Ադրբեջանին կանգնեցնել իր գործողությունները։ Ռուսական կողմը բարձրացրել էր ստրատեգիական ավիացիան, Բաքվի վրով թռնում էին արդեն։ Միայն դրանից հետո ալիվը կանգնե։ Դրա համար էլ Թուրքիան, հիշում եք, Էրդողանը շատ ծանր էր տարել։ Խես կանգնե։ Հիմա բացատրում եմ խիա կանգնե։ Այն մնացածը չասեմ, նորից եմ կրկնում։ Եթե չլներ Ռուսաստանը, մենք մի շաբաթ էլ չէինք դիմանա։ Եթե չլներ Ռուսաստանը, Թուրքիան բացահայտ էր մտնելու Երևան։ Եթե չլներ Ռուսաստանը, Իրանը մտնելու էր Սյունիք։ Ռուսական կողմը արել է ավելին, քան 90% Հայաստանի ճանաչումը։ Իսկ մեր այդ սուտասաններն էլ դրանից օգտվում են, որ ժողովուրդը տեղյակ չի։ Դրա համար ես կարծում եմ, որ մենք կդառնանք այն ժամանակ պետություն, երբ որ նստենք քննարկենք, ասենք մենք ինչ ենք սխալ արել, որ մեր ստրատեգիական սահյուզնիկը իրան պահելա ոչ այն ձև, ոնց որ մենք սպասում էինք։ Այս լոգիկան երբ որ աշխատեց, այն ժամանակ կարանք ասենք, որ մենք մեր պետությունը պահպանելու ենք։